Այսօր մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու Արամ Հարությունյանը, որին Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի ճանաչում։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսել, սակայն հատկապես ձեզ սկսել են ակտիվ քննադատել, սա ինչով կբացատրեք։ Եթե նկատի ունեք Հանրապետական կուսակցության ջահելներին, ապա իրենք իրենց կուսակցության պատմությունը վատ գիտեն, իրենց համար պատմությունը սկսում է Սերժ Սարգսյանով եւ ավարտում է Սերժ Սարգսյանով, բայց իրենք մոռանում են, որ իրենց հիմնադիրների հետ մենք քաղաքական գործունեություն ենք ծավալել եւ այսօր Հովհաննես Սահակյանը մեծ նույն հաջողությամբ կարող է լինել հնչակյան կուսակցության անդամ, եթե ժամանակին, ասենք 98 թվականին Վազգեն Սարգսյանը որոշեր, որ հանրապետություն բլոկից պատեհապաշտները ոչ թե պիտի գնան հանրապետական կուսակցություն, այլ գնան, ասենք, հնչակյան կուսակցություն։ Եվ այսօր մարդ, որը 2 տարի առաջ մոտենում է ինձ Ծաղկաձորում, երբ օրենդիայի սեմինարն էր, ասում է՝ «Բարև ձեզ, պարոն Հարությունյան, ես ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանն եմ», ես նույնիսկ դեմքն էլ ծանոթ չէր, այսինքն այսօր նման պատվեր է կատարում ինչ-որ իմաստով սև PR իրականացնելով։ Ինչ կտա դա իրենց։ Ես չգիտեմ իրենց ինչ կտա, բայց հաստատ ինձ օգուտ կտա։ Անձնական ինչ-որ խնդիր ունեք։ Ես նորից եմ ասում, ես եթե որևէ սև PR գա իմ վրա, ես ոչ թե կպատասխանեմ իրենց, ուղղակի դա վերջին հնարավորությունն էր, որ իրենց պատասխանեցի, այլ կպատասխանեմ իրենց պատվիրատուին, կամ պատվիրատուի աներոջը, կամ պատվիրատուի փեսային։ Շատ լավ, այ ասում եմ, որ մյուս տեխնացուները նկատի ունեն 4 տեխնացուներին, որը թվում նաև դուք եք, որ առաջադրվել է ինքնանպատակ է, բացի նախագահի տեխնացուի պաշտոնից այլ պաշտոն չեք զբաղեցրել։ Գիտեք ինչ, նման տեսակետ հայտնվում է հատկապես, ասենք, հանրայինով, ընդ որում ասում են իրենք ես 5 տարի ոչնչով չեմ զբաղվել, բայց գոնե դուք, ես նաև օգտվելով առիթի շնորհակալություն եմ հայտնում Ամեկ Պլյուսին, որ միշտ լուսաբանել է եւ եթե իրենք, ասենք, ցանկանան գտնել այդ 5 տարվա ընթացքում քանի անգամ եմ ես տարբեր հարցերի հետ կապված մոտեցում ցույց տվել, դիրքորոշում հայտնել, իրենք կտեսնեն, որ համենայն դեպս ես այն քաղաքական գործիչներից եմ, որը ոչ ճամբար է փոխել, որը ոչ նկատի ունեմ վազել է, դարել է կուսակցական ինչ-որ նպատակի համար, իսկ մնացածին նստում ավելով թե պատասխան։ Պարոն Հարությունյան, ձեզ կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, ասելով, որ դուք սկզբում պաշտպանում եք նրա տեխնացությունը, տեսակ նա չառաջադրվեց, դուք առաջադրվեցիք։ Ինչու են ձեզ կապում հենց նրա հետ։ Գիտեք ինչն է զավեշտականը, որ այսօր, ասենք, Քոչարյանի հետ կապում են այն մարդուն, որը ոչ մի նախագահի ժամանակ ոչինչ չի ստացել, նկատի ունեմ ոչ պաշտոն, ոչ որևէ բան, իսկ ասենք եթե մեր մոտ ինչպես ասենք, եթե տեսակետ ես հայտնում իշխանության դեմ, դա նշանակում կամ պիտի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից լինես կամ Ռոբերտ Քոչարյանի, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մտածում են, որ Սերժ Սարգսյանի կողմից է։ Չէ, եթե իշխանության դեմ ես խոսում, եթե իշխանության դեմ ես խոսում, այդ իմաստով կրկնում եմ, ես ասենք երբեք չեմ եղել, ասենք Քոչարյանի թիմի անդամ։ Ես ընդհանրապես զուգահեռներ եմ անցկացնել Քոչարյանի կառավարման տարիների եւ ասենք այսօրվա վիճակի հետ եւ ասենք իօգուտ Քոչարյանն է խոսում այդ ամենը, անկախ Քոչարյանի թերություններից։ Պարզ է։ Իսկ ես կխնդրեի նաև ասել, ինչպես է գնահատում այսօր ձեր շանսերը այս իրավիճակում։ Իմ շանսերը բավականին բարձր, որովհետև ասեմ, նախ առաջին այս ընտրությունները իապես տարբերում են նախորդ նախագահականից կամ դրանից առաջվա, որովհետև չկա հաղթող այն տեխնացուն, որին հիմնականում հենց սկզբից կգնային ընդդիմադիր ձայները, իսկ մնացածը եթե մենք նայում ենք, ովքեր են դաշտում, որոնք ասենք ակնհայտ երևում է։ Ձեզ համար ակնհայտ չէ, որ Սերժ Սարգսյանը նորից կզբաղեցնի նախագահի պաշտոնը այս իրավիճակում։ Ես ասեմ, եթե ստեղծվեն հավասար պայմաններ, եթե մրցակցություն լինի եւ նույնիսկ եթե բոլորս դուրս գանք 10 օր առաջ եւ քվեաթերթիկում լինի միայն Սերժ Սարգսյանը, ապա նա չի հաղթահարի 50%-ը։ Իսկ նման քայլի կգնաք թե ոչ։ Ես պատրաստ եմ միասին, ես առաջարկել եմ ընտրություններից 10 օր հավաքվել եւ հայտարարությունով դուրս գալ բոլորին։ Իսկ եթե նորից ձեր ասած այդ 50%-ը հավաքի, դա ինչ է նշանակում։ Գիտեք ինչ, 50%-ը չի կարող հավաքել, որովհետեւ ժողովրդի սոցիալական վիճակը, երկրի վիճակը այնքան վատ է, որ եթե համատում ենք 2008-ին, ասենք ավելի վատ է, 2008-ին ասենք Բարգավաճ Հայաստանը պաշտպանում էր Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ասենք այնպես որ Սերժ Սարգսյանի իրական վարկանիշը շատ ցածր եւ մենք ոչ թե պիտի հավատանք սոցիոլոգ Ադիբեկ Ահարոնյանին, այլ ասենք մեր ժողովրդին, որը ասենք փողոցում հանդիպելուց։ Իսկ դուք վստահ եք, որ մնացած տեխնացուները կգնան դրան, որ ինքնաբացարկ կհայտնեն։ Ես կուզենայի, որ մենք հանդիպումներ ունենանք, կոնսուլտացիաներ ունենանք տեխնացուների հետ եւ նաեւ ոչ միայն
տեխնացուները։ Անդրեաս Ղուկասյանը ինքնաբացարկի հայտարարությունն արել էր։ Այո, եւ ես ասեմ շատ եմ հարգում, բայց Անդրեաս Ղուկասյանին, բայց այդտեղ շատ կարեւոր է մեխանիզմը, որովհետեւ ոչ թե մենք պիտի 15-ին։ Եվ դեպ նա հստակ նշել էր, որ երկրորդ տեղի համար պայքարն անիմաստ է, այսինքն շատ հստակ ասում են, որ մնացած տեխնացուները չեն կարող առաջի տեղ գրավել Սարգսյանին, թույլ չեն տա իշխանությունները։ Չէ, եթե մենք սպասում ենք, որ իշխանությունները թույլ չեն տա, այսինքն ընդհանրապես մենք առաջադրվել ենք միայն որ հանենք, խնդիրը գնում է նաև այն, որ նրանում է, որ ասենք այդ քարոզարշավը օգտագործել բացատրելու համար հասարակությանը իրավիճակը եւ նաև նկատում նախապատրաստել հենց այդ ամբողջ բոյկոտը, ոչ թե հենց այնպես ուղղակի, որտեղ ի վերջո եթե մենք 15-ին պիտի դուրս գայինք, այդ դեպքում կարելի է չառաջադրվել։ Շատ լավ։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Մենք դեռ կհանդիպենք, քանի որ քարոզարշավը նոր է սկսում, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։